գրավիտացիա ինչի մասին է գիրքը եւ գրավիտացիոն ալիքների միջով առնչվում են նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն շատ եւ շնորհակալություն, որ այստեղ եք։ Ուրեմն աշխարհաքաղաքական գրավիտացիան տրամաբանական շարունակությունն է ինչ-որ իմաստով մեր նախորդ գրքի դե հուսամ ունեցել եք կամ ծանոթ եք խոշորացույցի։ Եթե խոշորացույցը Հայաստանի ուրեմն արտաքին քաղաքականության նորանկախ շրջանի անդրադարձն էր տալիս տարածաշրջանին, այսինքն մեր անմիջական հարևանությանը, որ եւ ամեն յուրաքանչյուր բաժնից հետո արկա էր տեսլականը հարաբերությունների կառուցման հետագայի եւ այլն, աշխարհաքաղաքական գրավիտացիան արդեն անդրադառնում է ուժային կենտրոններին, ուրեմն առանցին բաժիններ եւ արկա է Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը եւ այլ տարածաշրջանները, որոնք այս շարքից դուրս են մնում, հա, այսինքն 7 առանձին բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը ուրեմն ներկայացված է իր տեղով, թերով, նշանակությամբ աշխարհում իր գրավիտացիայով աշխարհում, հա, միմյանց հետ փոխհարաբերություններով, պրոյեկցիայով իրենց շահերի եւ ազդեցության դեպի Հարավ Կովկաս, որից հետո անմիջականորեն Հայաստան, Հայաստանի հետ հարաբերությունները եւ ելի յուրաքանչյուր բաժնի վերջում արկայա տեսլականը մեր երկու հարաբերությունների ճանապարհային քարտեզը, ինչի վրա պիտի հենվի իր կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքի ներքո։ Ուրեմն ձեր միանգամից երկրորդ հարցնել անդրադառնամ, ուրեմն իհարկե կարիքները անդրադառնում են, չեն կարող չանդրադառնալ, պայմանական ասած 3 հիմնարար պարամետրեր, հա, նույն այդ գրավիտացիան, եթե այդպես անվանենք, ուրեմն նույն հեռավորությունը, ոչ ուղղակի իմաստով միայն եւ փոխկապակցվածությունը, այս 3 հիմնական պարամետրերն են, որ նաեւ հարաբերությունների թե որակը, թե զարգացման հնարավոր միտումներ իրենց մեջ պարունակում են։ Կարծում եմ կարելի է այդ հարցերի ավելի մանրամասը պատասխանը տեսլականի մեջ նաև դրանց բաշխումը ժամանակային միավորների գրքում կարելի է գտնել ուսանում։ Առաջ անցնելով մի փոքր քաղաքագծեր կբացեք, դուք ինչպես եք տեսնում տեսլականը կոնկրետ մոտ ապագայի համար ուժային կենտրոնների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների։ Տեսեք, այսօր օրակարգերը շատ ծանր վիճակում են, հիմա հիշեմ ուզի, որտեվ ցանկացած հանրային խոսքով, եթերով, ելույթով անդրադառնում ենք դրան, թե արտաքին քաղաքականությունը այսօր կատաստրոֆիկ վիճակում է ընդհանրապես բոլոր ուղղություններով եւ հետեւաբար չզարմանաք գրքում ականատես կլինեք նաեւ արտահայտության կայծակնային արագության քայլեր, որոնք պետք է արվեն ուղղություններից յուրաքանչյուրի հետ, հա, հիմքում եւ առաջնահերթությունն է։ Դա անվտանգային քաղաքականությունն է, իհարկե իր ներքին բաղկացի կարևորությամբ, բայց նաեւ արտաքին բաղկացի անդրադարձով եւ կրկնեմ ճանապարհային քարտեզը նորմալ արտացոլած է ըստ բոլոր ուղղությունների։